Հուլիսի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։ 2026 թվականի առաջին 6 ամսում քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել, 6%-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 33, սեփականության դեմ ուղղվածները 20.7, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները 85.7%-ով։ Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը, աճել պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի արձանագրվել։ Ընդհանուր պատկերում մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի սպասարկման տարածքում գրանցված հանցագործության 234 դեպքից բացահայտվել է 203-ը, բացահայտման ցուցանիշը կազմել է 86.8%, սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 40, իսկ պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղվածները 42.9%-ով, աճել են նաեւ ընտանեկան բռնության, նվազել անչափահասների նկատմամբ կատարված դեպքերը։ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում արձանագրվել է հանցագործության 130 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29.3%-ով պակաս։ Դեպքերի նվազմանը զուգահեռ նվազել է նաև բացահայտման ցուցանիշը կազմելով 73.8%, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 58.6, մարդու դեմ ուղղվածները 17.4%-ով, նվազել են նաև ընտանեկան բռնության դեպքերը, աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցվել է հանցագործության 86 դեպք, բացահայտվել 66-ը, աճը կազմել է 30.3%, աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված, նվազել սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 57 դեպք, բացահայտվել 48-ը, բացահայտման ցուցանիշը կազմել է 84.2%, աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։ Բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները 72 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 23531 արձանագրություն, այդ թվում չամրակապված վարելու 6378, արագության գերազանցման 2250 դեպք։ Ոստիկանության գվարդիայի Կապանի եւ Գորիսի պետական պահպանության բաժնի պետերը ներկայացրել են կատարած աշխատանքը, ընդգծել, որ օբյեկտների պահպանության եւ հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ նաեւ բացահայտել են մի շարք հանցագործություններ։ Շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը, յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետեւողական եւ թիրախային աշխատանք։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է գործուն միջոցներ ձեռնարկել հետախուզվող եւ հատկապես քրեական ենթամշակույթ կրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանձնարարվել է շարունակել անօրինական զենք զինամթերքի հայտնաբերման աշխատանքը, ակտիվացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։ Ընտանեկան բռնության դեպքերի մասով ներքին գործերի նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն եւ բռնության նոր դրսեւորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վերհանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։ Նախարարը կարևորել է նաեւ ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։ Ոստիկանության հենասյունային բոլոր ծառայություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքը բակային տարածքներում, գյուղական բնակավայրերում եւ զբոսաշրջային կենտրոններում։ Նախարար Սարգսյանը խստորեն հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներն ու ըստ այդմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Հանձնարարվել է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում ոստիկանության գվարդիայի համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ։ Ներքին գործերի նախարարը շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումներում ծառայողները պետք է լինեն բարեհամբույր, իսկ օրինախախտումների նկատմամբ խիստ եւ անզիջում։